գիտեք թանկագիններս անցած ավակների հավաքույթին մի խոսքի վրա ենք մենք կանգնել, հավատքն է, որ հաղթում է աշխարհին։ Ասեմ թանկագիններս, եթե դու ունենաս հավատք, դու ամեն ինչ կհաղթես։ Ամեն ինչ։ Հիմի կրկնա իմ հետ, ասա եթե ես ունենամ հավատք, ամեն ինչ կհաղթեմ։ Մի հատ էլ եմ ուզում կրկնես, եթե ես ունենամ հավատք, ամեն ինչ կհաղթեմ։ Աբսոլյուտնա այրեն ինչ ձև կլինի, աբսոլյուտնա։ Ամբողջովին կհաղթես։ Ամբողջովին ամեն ինչ դու կհաղթես։ Ամեն։ Ամբողջովին։ Ինչ որ կա, դու կհաղթես։ Դու կարող ես պատկերացնես ինչ նկատի ունեմ ես։ Ամեն ինչ դու բացարձակապես կհաղթես, եթե դու ունենաս հավատք։ Ես ինչի համար եմ ասում, մենք պետք է միշտ ծոմերի աղոթների մեջ լինենք։ Մեր Թամստեից ինչ էր ասում, ասում է տենում եմ կոտրված մարդիկ։ Լսի կոտրվածը կբժշկվի։ Վերքերը բոլոր կսպիանան։ Հիվանդությունները կպարտվեն։ Ցանկացած տեսակի հիվանդություն կպարտվի։ Մենք մի հատ, չեմ ուզում շտապեմ, մի հատ վկայության ենք մոտենում, շատ ցնցող վկայության, մոտենում ենք դրան։ Ուղղակի չեմ ուզում շտապեմ, որ ասենք բժիշկների հասկացողությունից, ուժերից, կարողություններից վերա։ Ուզում եմ ասեմ, սիրելիս, եթե դու ունենաս հավատ, ամեն բան հնարավոր է լինելու քո համար։ Բացարձակ ամեն բան։ Բացարձակ ամեն բան։ Ես չգիտեմ ինչ համար եմ հաշեշտում այս բացարձակ, բայց երևի թե ինչ որ պետք է ինչ որ միտեղ մտնեմ, էլի։ Լսում եք թանկագիններ։ Մենք մինչև նոր տարի հավատքից ենք խոսալու, չգիտեմ, այդ կնոպկի վրա է լինելու մոտս։ Հիմա ինձ կմեղադրեք, չեք մեղադրի, ինձ հետաքրքիր չէ։ Բայց մի բան կարամ ասեմ, որ հավատքի թեմայից դուրս չենք գալու, մինչև նոր տարի, 3 հավաքույթ։ Հիմա կարող ասեք էլի հավատք, հա, էլի հավատք, մինչև հասնի այստեղից, այստեղ։ Լսում եք։ Մինչև քո մտքից հասնի քո սիրտ։ Հալելույա։ Փառք Հիսուսին, ամեն։ Հիմա ուզում եմ հավատքի հայրը ով էր, կարա գիշեք։ Այդ հանք Աբրահամի կյանք։ Եկեք բացենք թանկագիններս, բացենք Հռոմեացիս 4:18։ Հռոմեացիս 4:18։ Այնքան լավ է, որ կարգ ու կանոն ալնող մտնող չկա։ Տղեկ նստեք էլի Դավիթ ջան, որ խնդրեմ նստի էլի։ Կարգ ու կանոնն էլ դուք էլ նստեք։ Մեկը խանգարող դժվար է լինի։ Տեղ գտեք նստեք, արմրվեք աղբերներս։ Հռոմեացիս 4:18։ Գիտեք Աստված կարգ ու կանոնի Աստված է, ես ասեմ ձեզի։ Աստված չի սիրում անկարգություն։ Ուրեմն լսեք Աբրահամի համար ինչա գրված։ Աբրահամին գիտեք ինչ էր խոստացված։ Ով է հիշում Աբրահամին ինչ էր խոստացված։ Հա՞, ինչ է։ Պատկերացրեք Աբրահամին Աստված մատը դրե Աբրահամի քթին, ասա դու լինելու ես ազգերի հայր։ Բայց Աբրահամը դարձե 100 տարեկան, մի երեխա չունի։ Թեք մի։ Պատկերացնում եք։ Բայց Աստված ասեր է։ Հիմա երկու տարբերակ ունի Աբրահամը, կամ սխալ է լսած է ինքը, կամ էլ ճիշտ է լսած է, բայց չի կարում հավատա։ Կամ էլ չգիտեմ։ Ուղղակի ինքը տրամադրե իրանը։ Բայց հետաքրքիրը գիտեք որն է, որ Աբրահամը, լսեք, ուզում եմ այստեղ կարդամ, բացեք 4-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Այնքան չեմ կարդա, մինչև բոլորով բացեք։ 4:17 Հռոմեացիս 4:17 Հռոմեացիս 4:17
Այսինքն ուզում եմ ժողովուրդ ջան, տենամ սենց սաղը Աստվածաշնչերը բացերեք, մտածեք Աստվածաշնչի մեջ։ Աղբիներս հաջորդ գալուց Աստվածաշնչով լավ, всё, պայմանավորվան։ Հռոմեացիս 4:17։ Հիմա տեսեք ինչ ասում է կներեք 18-րդ խոսքը, ասում է որ չհուսացած բանին 18-րդ խոսքը ամբողջովին կարդամ, հստեմ առաջի բառերի վրա կանգնեմ։ Ասում է որ չհուսացած բանին հույսով հավատաց, թե ինքը շատ ազգերի հայր պիտի լինի։ Շատ ազգերի հայր, չի ասում մի ազգի հայր, երկու ազգի հայր, երեք ազգի հայր, շատ ազգերի հայր։ Աստված իրանն ասել Աբրահամ շատ ազգերի հայր ես լինել, բայց այստեղ գրված է որ չհուսացած բանին։ Հիմա ասեք չհուսացած։ Գիտեք չհուսացածը ինչն է։ Որ հույսը կտրված է, չկա։ Ես չգիտեմ ձեր կյանքում իձև բանել է թե չէ։ Եթե չի ելե Աստված չանալնի, չգիտեմ։ Միգուցե կողքից լսացած լինի։ Մի հատ չհուսացած բան եմ ուզում ասեմ։ Լսել եք որ ինչ որ մեկին ասում են բժիշկները հույս չեն տվել։ Եղել այդ ձևը, բժիշկները հույս, սա չհուսացած բանն է։ Սա չհուսացած բան։ Հիմա տեսեք, օրինակ ինչ եք կարծում հնարավոր է 100 տարեկան կին, երեխա բելա։ Հույս կա որ երեխա կունենա տոտ։ Չկա, որ մեռածա որից։ Մեռած օրգանից երեխա չծնվում։ Այն թվին էլ, մեր ջան, այն թվին էլ, որտև գրված է։ Բայց գիտեք թանկագիրներս մի բան ասեմ։ Աբրահամի երկու հատ տարբերակ ուներ, կամ պետք է նայր իր կնոջ մահացած օրգանին կամ Աստծո խոսքին։ Թանկագիրներս Աբրահամը մեր նման մարդ է, Աբրահամը այն մարդն էր, որ վախեցավ իր կնոջ համար, ասավ ես իմ կինն է։ Ինքն էլ վախեցավ, մեր նման մարդ էր, բայց ինքը թանկագիրներից որոշում կայացրեց հավատա այսի Աստծո խոստումներն է։ Աստված Աբրահամին խոստացել էր, որ դու լինելու ես ազգերի հայր, ճիշտ է։ Աստված քեզ ինչքան բան է խոստացել։ Գնում ես բժշկի, լավ քո վրայով չեմ ասում։ Ինչ որ մեկը այդում է բժշկի, բժիշկները ինչ են ասում։ Ասում են ույս չկա, տարեկտուն ինչքան կաբրի։ Բայց երբ որ նայում ենք Աստվածաշնչին, ինչ է գրված ընդ բոլոր հիվանդների համար։ Ասում է իմ վերքերով, չասում է իմ վերքերով, ան բժիշկները որ ասած, դու հույս չունես, դրանք բժշկված չեն։ Դες բան կա գրված։ Ասում է իմ վերքերով դու բժշկված եք, մի հատ էլ տեղ կա։ Ասում է ես չեմ մեռնի, Դավիթն է ասում, չեմ մեռնի, կապրեմ եւ Տիրոջ գործերը կպատմեմ։ Բա մեռնելը որտե մնաց։ Բա այն որ բժիշկներն ասում են հույս չկա, գնամ 2-3 ամսից կխորեն քեզի, կթաղեն։ Բայց ուր մնաց։ Թանկագիրներս մի բան ասեմ, քո մեջ կա մի զորություն, որ սատանան ուզում է մարի։ Ես քեզի ասեմ։ Հիմիստ է հարց, դու կթողես, որ սատանան մարի, թու չես թողի, դա դու ես որոշում։ Քո մեջ կա մի զորություն, որի առաջ սարերը հալվում է։ Որի առաջ անբուժելի հիվանդությունը հալվում է, որի առաջ ցանկացած խնդիր հալվում է, քո մեջ կա այդ զորությունը, Սատանան գիտի այդ մասին, որ քո մեջ կա այդ զորությունը, կա, որ ասեմ չկա սուտ կլինի, կա, ու գիտեք ամենաուժեղը որն է, որ մենք գիտենք այդ մասին։ Մենք գիտենք, որ մեր մեջ այդ զորությունը, բայց մի հատ ցավալի փաստի առաջ ենք մենք հաճախ կայնում։ Մեր հավատքը շատ ժամանակ չի գործում, կամ է շատ քիչ է գործում, որը որ շատ ցավալի է, չափազանց ցավալի է, անընդունելի է։ Ես ասեմ խելք գլխին մարդը չկարա հանդուրժա, որ իր մեջի հավատքը սառի, թույլ տա սատանան սառեցնա։ Դու ստե եք թե չէ։
Ես ուզում եմ սրա վրա ստե կանգնեմ ու ստեից էլ չասնեմ առաջ։ Ինչ ենք մենք անելու մեր հավատի հետ, եթե մենք թույլ տանք սատանան սառեցնի։ Ինչ ենք մենք անելու։ Մենք ինչ ենք պատասխան, ես չեմ ասում, եթե դու թույլ տաս սատանան սառեցնի, չես փրկվի, կփրկվես, բայց ինչ ձև կփրկվես։ Տանջվելով։ Ես չեմ ուզում աղքատ Ղազարոսի նման երկինք մտնեմ, ոչ էլ ուզում եմ դու մտնես։ Աղքատ էր, փողոցային էր, սոված էր, հագին շորտ չկար, ես չգիտեմ մաշկային խնդիրներ մտավ երկինք, բայց Աստծո կամքը չէր, որ ինքը այդ ձև մտներ երկինք։ Աստծո կամքը չէ, որ իր զավակները այդ ձև մտնեն երկինք։ Քրքաշ։ Կներեք, ես բառը օգտագործում եմ։ Լսեք, թանկագիններս, Աստծո կամքն է, որ քո մեջ եղած զորությունը դրսևորվի, տարբերակ չունենք մենք։ Բացարձակ տարբերակ մենք չունենք, թանկագիններս, բացարձակ։ Հիմի լսեք ինչ ասում Աբրահամը, Հռոմեացիս 4:18-ի շարունակությունը։ Ասում է չհուսացած բանի, չհուսացած բանը մենք նայեցինք, չէ, ինչ ասում հույսով հավատաց։ Ասեք ալելույա։ Մած սենսել ձեռը որեք։ Գիտեք ինչի համար եմ ասում ձեռը որեք։ Ես չեմ ուզում քարերի հետ խոսալ։ Մեկ արձագանքեք, որ գիտամ մարդ անստուկ։ Թանկագիններս, Աբրահամը հույսով հավատաց։ Ինչի հույսով հավատաց։ Ինքը հավատաց, որ այն Աստված, որ իրանը խոստացել է երեխեք, ինքը կտա։ Ինքը չկոդրվավ, ինքը իր հույսը չկտրեց։ Կամ դու քո հույսը կկտրես, սիրելիս, քո խնդիրների առաջ, կամ դու հույսով կհավատաս։ Հիմի գիտես ինչ եմ ուզում ասես, ասա ես հույսով կհավատամ։ Այն խոստմունքներին, որ գրված է Աստծո խոսքում։ Մեկ քիչ կարգ ու կանոնով, այն խոստումներին, որ գրված է։ Ամեն։ Հիմա թանկագիններս, նայեք, եւ ասում է ինքը հավատքի մեջ չտկարացած, չնայեց իր մարմնին, որ արդեն մեռածի պես էր, որովհետև ինքը 100 տարեկանի չափ էր, ոչ էլ Սարայի արգանդի մեռած լինելուն։ Մենք ասում ենք այն ժամանակ կնանիքի արգանդը 100 տարեկանում չէր մեռնում էր։ Գրված է, ոչ էլ Սարայի չնայեց։ Հիմի դու ունես խնդիր, ճիշտ է։ Ունես խնդիր, պետքա չնայես քո խնդրին, պետքա նայես Աստծո խոստումներին։ Քո հավատքը սիրելիս գործի դիր։ Գիտեք մարդիկ հավատքով ինչ են արել, իրաց մամուսիներին հարություն են առել, հարություն, մեռալներից հարություն առած ընդունել են, բայց էդի հավատքով։ Ասում արդյունքների բերան են գոցե։ Այս Սեթրակ Միսակապետնակովը, որ մտան հավատքով կրակի մեջ ու իրանք չմարան, էդի հավատքից էր։ Հիմի դուք ասես էդի այն ժամանակներում է, այն ժամանակներն ու հիմի տարբերություն չկա։ Դուք եք թանկագիններ։ Սիրելիս, ես ուզում եմ ասեմ թանկագինս, որ հավատքով ամեն բանի մենք հասնելու ենք։ Թե քո անձնական կյանքում եւ թե եկեղեցու կյանքում, եկեղեցական կյանքում, ամեն բանի մենք հասնելու ենք, բայց հավատա պետք։ Բայց միաստե բայց կա։ Կարակ ասեք հավատքի թշնամին ով է։ Հավատքի թշնամին ով է։ Հա? Անհավատությունը գալու է, չէ՞ մեր ջան, որտից։ Ոնց է լավ, որ հավատքը լավ անհավատություն էլի։ Որն է հավատքի թշնամին։ Սատանան, մի քցեք սատանայի վրան է։ Մեր հին մարդու մեջ մի հատ բնույթ կա, այդ ու մասին եմ ուզում լսամ։ Ժողովուրդ ջան, ասեմ ձեզի, ոնց ուզում ա ֆրանկ անհավատությունը գալու է ծուլությունից։ Ոնց ուզում ա մտածեք։
Ինչ ձև ուզում ա քննեք։ Մենք ծուլության մասին հետևաբար թեմա ենք վերցելու։ Ոնց ուզում ա քննեք, լսեք, ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, Հիսուսը դեռ չէր լուսացած, ամեն օր բարձրանում էր սարը։ Այսինքն նրա մեջ ծուլություն չկար։ Այսօր հələ նայեք ով ա դեռ չլուսացած հələ աղոթքի։ Կա ձեր մեջ մարդ, որ դեռ չլուսացած, մեր սիդակուրը մեկ։ Հասմիկ ներքդ, համ դեռ չլուսացած։ Հա 7-ին դեռ չլուսացած։ Հա? Ոչինչ, չէ, 8-ին բասվում կա մեր, ես 7-ից ելնում եմ։ Ժողովուրդ ջան, ասեմ, քո մարմինն ա քո թշնամին, որ մինչև ծերություն պայքարելու ա քո դեմ։ Ով որ ձեր մեծիչ ուժեղ գտնվավ, կարողացավ իր մարմին հաղթել, ծուլությունը հաղթել, ես ինքը զորավոր մարդ ալնելու։ Քո սերունդն ա զորավոր ալնելու, քո ֆինանսներն ա օրհնված ալնելու, դու երջանիկ ես ալնելու քո ամուսնու հետ, քո երեխեքը, քո երազած երեխեքն ա լինելու, բայց լսի դու գին պետք է վճարես։ Դու գին պետք է վճարես։ Ամեն բան հնարավոր է թանկագինս։ Ամեն բան։ Գիտեք ինչ համար եմ ասում ամեն բան, որ քո միտքը բացվի։ Որ քո որպեսզի քո միտքը բացվի։ Ամեն բան։ Ինչ որ դու երազում ես, ինչ որ դու ուզում ես ունենաս, ամեն բան։ Ամեն բան, թանկագինս ամեն բան։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ 20-րդ խոսքը ասում է անհավատությունով չտարակուսվեցավ Աստծո խոստումի վրա, հապա հավատքով զորացած Աստծուն փառք տվեց եւ իր մտքի մեջ հաստատ պահեց, թե նա որ խոսք տվեց կարող է եւ անել։ Թե նա որ խոսք տվեց կարող է եւ անել։ Աստված քեզի խոսք տվե։ Տվե խոսքը։ Այս իր խոսքն է, ձեր տունը կա, կարդում ես, սրտումը տա։ Դե եթե ինքը խոսք կա տվե, ինքը կկատարա իր խոսքը։ Բայց եթե դու հավատքի մեջ զորացած մնաս, ստե հարցը թանկագինս։ Ամեն բան թանկագինս, ամեն բան, հալելույա։ Մենք խոսում ենք հավատքից։ Ինչ է հավատքը թանկագինս։ Ասեմ ձեզի։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասել։ Երեխին, երբ որ ծնվում է, կարողանում է աշխատանք կատարի։ Չէ։ Քանի տարեկանում է երեխին կարում աշխատանք կատարի։ Մի փոքր աշխատանք։ Հա՞։ Օրինակ, դուք որ փոքր տունը երեխա ունեք, որ օրինակ ասեք գնա մի հատ փոքր իր բեք, եթա բերա։ Քանի տարեկանից։ 4 տարեկանը արդեն օգնում է, չէ՞։ Ահա։ Այսինքն տեսեք թանկագինս 3 տարեկանից արդեն երեխեն կարա քո խոսքը կատա, օրինակ նստած դիվանի վրա օգնած լինես, ասես գնա մի հատ բաժակով ջուր բերա, կամ պուլտը մոտ կցրա։ Այսինքն ինքը արդեն տան մեջ աշխատանք է սկսում կատարել, չէ՞։ Երբ որ թանկագինս 3 տարեկան երեխեն դառնում է 5 տարեկան, ինչ որ ավելի շատ գործ է կարում անա, չէ՞։ Իսկ երբ որ 5 տարեկան դառնում է 10 տարեկան, ավելի շատ գործ է, չէ՞։ Ես գիտեք ինչից եմ խոսում, ժողովուրդ ջան, քո հավատքի աճից սա եկեղեցի է, սա ընտանիք է, երբ որ դու մի բան ես փոքր անում, երբ որ քո հավատքը աճավ, դու մի քիչ ավելի մեծ բան կանես։ Հիմա ես ուզում եմ միասին բացենք Հակոբոս 2:14-ը, Հակոբոսի թղթեր 2:14։ Ժողովուրդ ջան, առանց հավատքի համարեք, որ մենք հավատացյալ չենք։ Համարա, որ դու ուղղակի հավատացյալ չես։ Հակոբոս 2:14։ Ասում է ինչ օգուտ է եղբայրներս, եթե մեկը ասի, թե հավատք ունի ու գործ չունենա։ Ինչ օգուտ է։ Այսինքն թանկագիններս բացարձակապես օգուտ չկա,
իմաստ չկա, եթե դու ասում ես ես հավատացյալ եմ, բայց քո կյանքում դու քո ապրած կյանքով աշխարհիկ մարդից չես տարբերվում ոչ մի բանով։ Դուստեք։ Հիմա թանկագիններս։ Ուզում եմ ստե շարունակությունը կարդամ։ Ասում եմ միթե հավատքը կարող է նրան փրկել։ Լսեք թանկագիններս։ Հիմա աշխարհի մարդկանց, որ հարցնես, դու հավատացյալ ես, ինչ կասա։ Այո, բոլորը միանշանակ ասեն մենք հավատացյալ ենք։ Բայց, մի հատ բայց կա։ Բայց իրանք ժողովուրդ ջան, 5 րոպեվա ընթացքում կարող 50 հատ հայություն անեն։ Բայց իրանք հավատացյալ են։ Ես ոնց հասկանանք։ Այսօր չհավատացյալ անհավատ մարդ չկա։ Խոսքով բայց։ Դու համաձայն եք։ Բոլորին ումը հարցնում ես հավատացել ես, ասում ես քեզնից էլ լավ։ Ասում են թե չէ։ Լսեք, թանկագիններս ասեմ ես ձեզի, հավատացյալը երևում է իր ապրած կյանքով, խոսակցականով, կատարած գործերով։ Մի անգամ մենք յարմարքային գնացել, մեկը հավատքից էր խոսում, ասիք ուրի պատվիրանները պահում ես, որ տենց ջիգարով, գիտեք ինչ արավ, ռեսկի, պավարոտ ու փախավ։ Ռեսկի է, սենց ֆրած են զիվորներ ոնց է, որ շրջադարձ տալում են, մի անգամից սենց հետդարձ, չէ, հետդարձ է տալ։ Մի անգամից հետդարձ արավ, թաթի ու կրունգի վերեն, այսենց, հետդարձ արավ ու թանկագիններս, եթե մեկը կասա, ես հավատացյալ եմ, Աստծո խոսքը չի պահ, ինքը իրանը խափում է, բայց մեզի չի կարող խափի։ Այսինքն թանկագիններս, տեսեք, ինչը հավատք է, հավատքը իրենից գործողություն է։ Հավատքը կարա աճի, կարա նվազի, դա մեզից է կախված։ Համաձայն եք թե չէ։ Երբ որ քո հավատքը աճում է, գիտես ինչա կատարվում, երևում է դա։ Երբ որ ձեզնից ինչ որ մեկի հավատքը աճում, մենք տենում ենք դա, քո կողքինն էլ է տենում։ Օրինակ մեր քուրերից մեկը, երբ որ ապաշխարեց, ինքը երկար ճանունը չեմ տա, երկար ժամանակ Աստծո խոսքին տեղյակ է, բայց իր կյանքում բացարձակ ոչ մի փոփոխություն չկար։ Բայց գիտեք, այս վերջում մենք ինչ լսացինք, ուրեթում ավետարանը քարոզում։ Ու զարմացանք մենք իր հավատքի վրա։ Այսինքն թանկագինս իր հավատքը աճը չէ, որ ինքը խոսք է քարոզում։ Առանց վախի, համարձակության, ասեմ թանկագինս, եթե դու համարձակ Աստծո խոսք ես քարոզում, դու հավատացյալ ես։ Եթե դու վախ կոտես, քո մեջ հավատ չկա։ Ամեն թանկագիններս, այսինքն սիրելիս, հավատքը աճելի վրա է։ Նայեք, ասում է, եթե եղբայրը կամ քույրը մերկ լինի կամ օրվա կիրակուրին կարոտ եւ ձազանից մեկը նրանց ասի գացեք խաղաղությամբ տակացեք եւ կշտացեք, բայց մարմնի պետք եղած բաները չտա, ինչ օգուտ ունի, այնպես էլ հավատքը, եթե իրեն հետ գործ չունենա, առանձին մեռած է, հավատքի հետ գործ պետք է լինի ժողովուրդ ջան։ Հավատքի հետ աշխատանք պետք է լինի։ Այսօր որ դու եկիր ես տե, դա հավատքն է քեզ բերես տե։ Այդտենց է թե չէ։ Դա քո հավատքի քայլն է, որ դու եկիր ես ավակույտի։ Դու ուրեմն Տիրոջը փափագում ես, դու փափագում ես փառաբանությունը, դու փափագում ես Աստծո խոսքը, ծառավ ես Աստծո խոսքին, դու սիրում ես եկեղեցին, դու սիրում ես քո կողքինին, դու սիրում ես Աստծո ժողովուրդը, դու սիրում ես Աստծո խոսքը, որ եկել ես տե։ Սա հավատքի քայլ է։ Բայց Աստված գիտես ինչ է ակնկալում, որ եկի աճի։ Երբ որ դու ծառ ես տնկում, ակնկալում ես, որ ծառը աճի։ Երբ որ դու երեխա ես ունենում, դու ակնկալում ես, որ ինքը աճի, հաճախակի կշեռքով քաշում ես, չէ՞։
Աստված սպասում է քո հավատքի աճին։ Դուստե եք։ Հիմա տեսեք շարունակությունը կորթամ։ Հավատք։ Աբրահամ մեր հայրը գործերով չարդարացավ, երբ իր որդի Իսահակը սեղանի վրա հանեց զոհ անելու։ Կտեսնես, թե հավատքը նրա գործերի հետ մեկտեղ գործեց։ Եվ գերքի խոսքը կատարվեցավ, որ ասում է Աբրահամը Աստծուն հավատաց, եւ դա իրեն արդարություն համարվեց, եւ ինքը Աստծո բարեկամ կոչվեց։ Ամեն թանկագինս։ Հիմա ուզում եմ սիրելիներս բացենք Ղուկաս 22:31-ը։ Ղուկաս 22:31 22 Տեսեք, ստե Պետրո, տեսեք, մենք խոսացինք Աբրահամի հավատքից, հիմա ուզում եմ խոսանք Պետրոսի հավատքից։ Պետրոսը եկեղեցու հիմքն էր, ճիշտ է։ Ուշադիր լսեք 31-րդ խոսքը ուզում եմ ով կկարդա, ով է բացե, եթե բացեք, ստե շոկ չէ ժողովուրդ ջան, չանջատենք այդ կացան, ինչ եք կարծում, շոկ է չէ տիկ ջան, անջատ։ Բոլորով չէ, սպասեք։ Ով է բացե։ Ահա, հələ կարդա, քուրիկ, բայց էլի կանգնի ոտին, հա։ Լսում եմ։ Եվ Տերն ասաց. Սիմոն, ահա սատանան ձեզ ուղեց որ մաղեր ցորենի պես։ Ահա։ Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի, եւ դու երբ որ դառնաս եւ վայրների հաստատիր։ Նայեն ասաց նորան, Տերը ես պատրաստ եմ քեզ բան եւ մահը լինալ։ Լավ, շնորհակալություն Աստված օրհնի։ Մենք ինչ հասկացանք ժողովուրդ ջան։ Հիսուսը աղոթում էր Պետրոսի, ինչի համար։ Պետրոսի հավատքի համար։ Երբ որ մենք թղթերը ժողովուրդ ջան կարդում ենք, Պողոս առաքյալը աղոթում է այս ինչ եկեղեցու հովվի համար, այն ինչ եկեղեցու հովվի համար, այն ինչ եկեղեցու հովվի համար։ Ինչի որ իրանց հավատքը չպակասի։ Ամեն։ Տեսեք իմ թարգմանության մեջ հետևյալն ասում։ Բայց ես քեզի համար աղոթք արի, որպեսզի քո հավատքը չպակսի։ Այսինքն թանկագիններս հավատքը պակսելու ընդունակություն ունի։ Դուստեք։ Հավատքը պակսելու ընդունակություն ունի։ Հավատքը ոչ միայն պակսելու ընդունակություն ունի, հավատքը նաև աճելու ընդունակություն ունի։ Ամեն թանկագիններս հատուկ Պետրոսի հավատքի համար Հիսուս աղոթք էր անում։ Ուրեմն թանկագիններս քո մեջի հավատքը այդքան զորավոր բան է, որ սատանան վախենում է այդ հավատքից։ Դրա համար հարձակվում է հավատքի վրա։ Դրա համար թանկագիններս մի թույլ տվեք, որ ձեր հավատքը պակսի։ Չկարդացիք, չաղոթեցիք, եկեղեցի չեկաք, ձեր հավատքը պակասելի է։ Ծոմ չվերցրեցիք, ձեր հավատքը պակասելի է։ Ամեն թանկագիններս։ Հիմա միտեղ եւս ուզում եմ նայենք Մատթեոս ավետարան, եկեք բացենք 8:5-ը։ Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 5-րդ խոսքը։ Երևի այստեղն էլ նայենք ու ավարտենք։ Ասма երբ Կափառնիայում մտավ 5-րդ խոսքից կկարդամ։ Բացեցիք բոլորով։ Երբ Կափառնիայում մտավ, հարյուրապետը եկավ մոտը եւ աղաչում էր նրան։ Եվ ասում էր. Տեր, ծառաս տունը անդամալույս պարկած չարաչար տանջվում է։
Հիսուսը ասավ նրան. ես կգամ եւ նրան կբժշկեմ։ Տեսեք հարուրապետը ինչա պատասխանում։ Հարուրապետը պատասխան տալով ասավ. Տեր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկիս տակ մտնես։ Միայն խոսքով հրամայի ու իմ ծառաս պիտի բժշկվի։ Ինչի էր հավատում հարուրապետը, գիտեք։ Հիսուսի խոսքի զորությանն հավատում էր։ Այ մենք Հիսուսի խոսքի զորությանը, եթե հարուրապետի նման հավատանք, մեր կյանքում հրաշքներ կլինի։ Ասում է Տեր, ես արժան չեմ, որ դու իմ հարկիս տակ մտնես, միայն խոսքով հրամայի ու իմ ծառաս կբժշկվի, այսինքն խոսք ազատագրա։ Մի բան եմ ուզում ասեմ թանկագիններս, հարուրապետը մի հատ հայտնություն ուներ, որ ամբողջ Իսրայելը այդ հայտնությունը չուներ։ Ամբողջ Իսրայելը։ Իմի դուք ասես, վау, տես բան էլ ալնում, հա։ Ուշադիր լսեք ինչա շարունակության մեջ գրված։ Ասում է ես էլ իշխանության տակ մարդ եմ, հրամանից տակ զինվորներ ունեմ, սրան ասում եմ գնա եւ գնում է եւ մյուսին արի թե գալիս եւ ծառայից թե այս բանը արա եւ անում է։ Հիսուսը երբ այս բանը լսեց զարմացավ։ Այսինքն թանկագիններս այս հրամանատարին, երբ որ հրամանին տալու ինքը վազնելով կատարում էր։ Այտենց է։ Երբ որ ինքն էր հրաման տալում, կատարում էին։ Ինքը այս իրավիճակի վրա հայտնություն ուներ հոգևոր դաշտում, որ ոնց որ ինքն է իր ենթակայության տակ գտնվող զինվորին հրամայում ու այդ զինվորը հրամանը կատարում է, այդ նույն ձևի Հիսուսը կարա հիվանդությանը հրամայ, հիվանդությունը հնազանդվի։ Հարուրապետը այս հայտնությանը սրտով հավատում էր։ Ասեք սրտով։ Շատերը հավատում էին, բայց մտքով։ Ես ինչի համար եմ հաշեշտում, որ ձեր մտքից անցնի ձեր սիրտը թանկագինս, չեմ ուզում ձեզի պարտված տենամ, ժողովուրդ ջան։ Ուզում եմ ձեզի երջանիկ օրհնված տենամ։ Ես հավատում եմ, որ Աստծո կամքն է, որ դու լինես երջանիկ ու օրհնված։ Հարուրապետը թանկագինս այս հայտնությունը ուներ։ Հիմա շարունակությունը լսեք ինչ ասում։ Ասում է Հիսուսը երբ լսեց զարմացավ, լսեք ու ինչ ասում։ Եվ իր հետևից գացողներին ասավ, ովքեր են իր հետևից եկածողները, առաքյալներն ու աշակերտները։ Ամեն։ Եվ ասում է, ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի մեջ ես այս չափ հավատք չգտա։ Հիմա ասեք այս չափ։ Այսինքն որոշում է։ Հիսուսը հարուրապետի հավատքի չափը տեսավ։ Նորից եմ կրկնում։ Հիսուսը հարուրապետի հավատքի չափը տեսավ ու զարմացավ։ Կաստ է մարդ, որ ուզում է հարուրապետի նման Հիսուսին զարմացնա իր հավատով։ Ոյ Սիմոնը սուր։ Կա որոշում այդ ձև։ Հա? Պատանիներ ջան, կա որոշում։ Տղեր, կա որոշումը տենց։ Ամեն։ Թանկագիններս կա։ Հաստատ։ Դե անցնում են գործի։ Անցնում են գործի։ Շարունակությունն եմ ուզում կարդամ։ Ասում է Իսրայելի մեջ այսչափ հավատք ես չգտա։ Գիտեք Իսրայելի ինչ ազգ էր, հավատացյալ ազգ, ընդ կային մարգարեներ, ուսուցիչներ, չգիտեմ, ինչքան հավատացյալ կարող է, բայց այդ չափի հավատ, հարուրապետի չափի հավատ, այդ պահի դրությամբ ամբողջ Իսրայելում չկար։ Այնքան կուր խնամ, որ մի հատ քարուզիչ գա քավար, լսում եք ինչ եմ ասում, երազում եմ, ասա քավարա եկեղեցու հավատքի նման հավատք, չեմ կարում ես գտնեմ։ Մի հատ դուխով ասեք ամեն, այդ է։ Հալելույա,
Հալելույա։ Եթե մենք հավատում ենք, որ իձև հավատ կունենանք, մենք կունենանք իձև հավատ։ Ամեն, սիրելիներս։ Փառք Տիրոջը։ Հիմա ձեզի ասում եմ 11-րդ խոսքը։ Ձեզի ասում եմ, թե արևելքից եւ արևմուտքից շատերը պիտի գան ու երկնքի թագավորության մեջ պիտի բազմեն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ, իսկ թագավորության որդիները դրսի խավարը պիտի հանվեն եւ այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտոց։ Գիտեք թագավորության որդիներն ովքեր էին։ Հավատացյալները։ Իսկ գիտեք արևելքից արևմուտքից գալացողներն ովքեր էին։ Հեթանոսները։ Եվ Հիսուսը ինչ ասում, գնա, ինչպես դու հավատացիր, այնպես թող լինի քեզի։ Նույն ժամին նրա ծառան բժշկվեց։ Այսինքն թանկագիններս հարապետի հավատքի պատճառով իր ծառան բժշկավ, հետաքրքիր է, չէ՞։ Ինչ է սատանան գողացե քեզնից։ Ժամանակ եմ տալու մտածա։ Ինչ է սատանան քեզնից գողացե։ Միգուցե քո երեխեքին է գողացե։ Միգուցե քո ֆինանսներն է գողացե սատանան։ Միգուցե քո առողջությունն է գողացե սատանան։ Միգուցե քո խաղաղությունն է գողացե սատանան։ Ինչ է գողացե քեզնից սատանան։ Լը մի հատ հիշա։ Գնա ինչ որ սատանան քեզնից գողացե, մի հատ տետ էր վերցրա։ Ասա սատանա ինչ որ Զնից գողացիր ես հետ դու Հիսուսի անունով պահանջում եմ։ Ու հրամայում եմ։ Եթե քո ֆինանսներն ատորե, ֆինանսները դուզա։ Եթե քո առողջությունն ատորե, առողջությունը դուզա։ Եթե քո սերն ու քո խաղաղությունն ատորե, քո սերն ու քո խաղաղությունը հետ դուզա իրանից։ Ու ասա Տեր, ինձ իմաստություն դու։ Ես պետք է հետ վերադարձնեմ։ Այն ինչ որ կորցրիր եմ։ Դուք եք թանկագիններ, սատանան գիտեք ով է։ Գողա ինքը։ Ինքը գողա։ Ինքը սկզբից զույգերին է քանդում, հետո երեխեքին, հետո առողջությունը, հետո ֆինանսները, հետո ասում լավ էլ ապրում ես, ինչ անես, տենց։ Իր նպատակը մարդուն գիտես ինչ դարձնա, իր նպատակը մարդուն դարձնա անտուն թափառական, պարտքերի մեջ խրվուկ, հիվանդ, դա իր երազանքն է, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, Հիսուսը եկե ինքն է քո արդարության օրինակը, դու կարաս հավատով ամեն բան հետ դիրես, ամեն, դե սկսա կռիվը, մենք պատերազմ ունենք, թանկագիններս, կռվի, որ քո սիրունների համար հեշտ լինի, ամեն, որ քո սիրունների համար հեշտ լինի, հավատքի կռիվա, երբ որ սատանան քո հավատքը տարավ ամեն ինչ տանելու է, դու լսում եք, ամեն ինչ բացարձակապես, ամեն ինչ կտանա, կվազնես չես հասցնի հետևից, դրա համար թանկագիններս Հիսուս աղոթում էր, որպեսզի Պետրոսի հավատքը չպակսի, սատանան ամեն ինչ անելու է, որ գողանա քո հավատը, հավատքը տարավ ամեն ինչ տանելու է, լսում եք թանկագիններ, հորդնությունը կդարձնա անեծք, եթե հավատքը տարավ, դրա համար սիրելիս, Աստված ամեն կիրակից թե քո համար սեղան է պատրաստել, դու ինչի համար ես բացակայում, այդքան կարևոր բաներ կա, հա, այ քո հավատքի չափ է քեզի լինելու, թանկագինս, ամեն